Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչները շտապում են լսելու հայանպաստ գործունեությամբ աչքի ընկած երկու կոնգրեսականների բանավեճը։ Առաջիկա ընտրություններին ընդառաջ հայ համայնքի համար կարևոր է հստակեցնել հայերին հուզող տարբեր խնդիրների վերաբերյալ թեկնածուների ունեցած դիրքորոշումները։ Հովարդ Բերման թե Բրեդ Շերման հայ համայնքն այս թեկնածուների ընտրության հարցում լուրջ երկընտրանքի առաջ է, քանի որ անցած տարիների ընթացքում երկուսն էլ աչքի են ընկել հայանպաստ գործունեությամբ։ Ընտրությունների տարածքային վերադասավորման արդյունքում այս տարի երկու թեկնածուներն էլ առաջադրվել են միևնույն ընտրատարածքում։ Ընտրությունը բարդ է, քանի որ երկուսն էլ հավասարապես ծառայել են հայերին հուզող խնդիրների լուծմանն ու պատրաստ են շարունակել այդ աշխատանքը։ Ես հայերի կողքին եմ շաբաթը 7 օր, իսկ մրցակիցս 4, քանի որ նա կոնգրեսում հայկական հանձնախմբին զուգահեռ անդամակցում է նաև թուրքականին։ Թուրքիայի հարցերով հանձնախումբը, ինչպես հայտնի է, ակտիվ աշխատանքներ է իրականացնում ցեղասպանության ժխտողականության համար։ Մրցակիցս նաև իր երկարամյա գործունեության ընթացքում բազմիցս քվեարկել է Թուրքիային միլիարդներ տրամադրելու օգտին, իսկ ես մշտապես դեմ եմ եղել այդ մոտեցմանը։ Ես միշտ եղել եմ եւ կլինեմ հայ համայնքի կողքին, ցեղասպանության ճանաչման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման, եկեղեցիների ոչնչացման եւ այլ հարցերի շուրջ անցած տարիների ընթացքում ես զգալի աշխատանքներ եմ իրականացրել։ 2 ժամ ընթացող թեժ բանավեճի ընթացքում կողմերից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կատարած աշխատանքներն ու շտապեց քննադատել մրցակցի կարողությունները։ Հովարդ Բերմանը վստահեցնում է, որ կոնգրեսում կարող է ավելի արդյունավետ գործել, քանի որ ազդեցիկ դիրքում է եւ կապերն են ամուր, իսկ Բրեդ Շերմանը վստահեցնում է, որ միշտ հասանելի է լինելու եւ լուծելու է հայերի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին խնդիրները։ Ես շարունակելու եմ բոլոր ջանքերը գործադրել հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համար, սա ինձ համար առաջնահերթություն է։ Միևնույն ժամանակ ճնշում եմ գործադրելու, որպեսզի նախագահի թեկնածուները հստակ դիրքորոշում արտահայտեն խնդրի վերաբերյալ այս մրցապայքարում։ Կոնգրեսում ոչ ոք չի ժխտում ցեղասպանության իրողությունը, պատճառներն են սակայն տարբեր։ Ես թակել եմ մեկ առ մեկ կոնգրեսականների դռները եւ խնդրել, որպեսզի քվեարկեն ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման օգտին։ Հայոց ցեղասպանության ժխտումը ցեղասպանության վերջին քայլն է, իսկ հաջորդ ցեղասպանության առաջին։ Շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգները ճանաչի հայոց ցեղասպանության փաստը։ Ճանաչելով ցեղասպանությունը, նաև Միացյալ Նահանգները աշխարհին ցույց կտա իր հզորությունը։ Իմ կարծիքով կարևոր է նաև ապահովագրական ընկերություններից ցեղասպանության ժառանգներին փոխհատուցման տրամադրումը։ Բերմանի խոսքերով իր եւ մրցակցի միջև ամենամեծ տարբերությունը առաջնորդի կարողությունն է։ Ես իմ ազդեցիկ դիրքով կարող եմ ավելին անել հայերի համար, ասաց նա։ Բրեդ Շերմանն էլ վստահեցնում է, որ նա այսօր էլ հետևողականորեն զբաղվում է հայերին հուզող խնդիրների լուծմամբ։ Ադրբեջանցի մարդասպանի արտահանձնման առիթով ես առաջինն էի, որ նամակ գրեցի պետքարտուղար Քլինտոնին եւ խնդրեցի դադարեցնել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին։ Իմ խորին համոզմամբ պետք է դադարեցնել նաեւ ռազմական օժանդակության տրամադրումը այդ երկրին, քանի որ Ադրբեջանը ոտնահարում է մարդու իրավունքները եւ այդ ամենն օգտագործում է ագրեսիվ քարոզչություն իրականացնելու համար։ Մենք բազմիցս ականատես ենք եղել Ադրբեջանի սպառնալիքներին։ Ընդհանուր հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումներում մեծ տարբերություններ չկան։ Լեռնային Ղարաբաղի անկախության հարցում, սակայն, Շերմանի դիրքորոշումն առավել հստակ է։ Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է, որովհետև դա իր ժողովրդի ընտրությունն է։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաստակել է անկախ երկրում ապրելու իրավունք։ Իմ համոզմամբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կարևոր է, բայց այժմ բանակցությունները շարունակվում են կողմերի միջև եւ մենք պետք է սպասենք արդյունքներին։ Հայ համայնքի ներկայացուցիչները ամփոփելով բանավեճը կարևորում են այսօրինակ քննարկումները։ Ըստ նրանց սա ցույց է տալիս նաեւ հայերի ազդեցիկությունն ու ձայնի կարևորությունը Միացյալ Նահանգների առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ։ Այս բանավեճը հնարավորություն տվեց, որպեսզի ես ավելի լավ ներկայացնեմ իմ մրցակցին։ Ես աշխատել եմ հօգուտ Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի հայության եւ շարունակելու եմ այդ աշխատանքը։ Հայերը Միացյալ Նահանգներում չափազանց կարևոր դերակատարություն ունեն եւ ես բարձր եմ գնահատում նրանց կատարած աշխատանքը։ Ես շարունակելու եմ օգտագործել իմ հնարավորությունները նպաստելու հայերին հուզող խնդիրների լուծմանը։ Իմ ընտրվելու դեպքում կոնգրեսում հայերը կունենան առավել վստահելի եւ ազդեցիկ գործընկեր։ Ես բարձր եմ գնահատում հայ համայնքի ունեցած դերը Միացյալ Նահանգներում։ Հայ համայնքի ձայները Միացյալ Նահանգների թե նախագահական եւ թե կոնգրեսի ընտրություններում վճռորոշ են լինելու։ Պատմության մեջ առաջին անգամ երկու կոնգրեսականներ բանավիճում են հայ համայնքի ներկայացուցիչների առջև։ Նրանք խոստանում են, որ ընտրվելու դեպքում անելու են հնարավորը հայ համայնքին հուզող խնդիրների լուծման համար։ Արմինե Ամիրյան, Արմենիա հեռուստաընկերություն, Միացյալ Նահանգներ։